Մեր ձայներով ուղղակի ապահովել ենք ոչ նիկոլական քաղաքապետի արկայությունը Գյումրիում եւ մեր ձայները տվել ենք ընդդիմության դաշտում ամենաշատ ձայներ հավաքած մարդուն։ Այսինքն քաղաքը փաստացի կառավարում է ոչ մի ֆրակցիա, ոչ մի կուսակցություն, բացի կոմունիստականից ոչ մի պաշտոն չի զբաղեցնում Գյումրու քաղաքապետարանում։ Այսինքն նույնիսկ բաժնի պետի մակարդակով կամ բաժնի պետի տեղակալի մակարդակով ոչ մի աշխատակից չունի։ Կառավարում է կոմունիստական կուսակցությունը։ Հիմա էլ պարոն Ղուկասյանին փոխարինում է փոխքաղաքապետը Ավետիս Առաքելյանը։ Ասենք որ քաղբանտարկել է Վարդան Ղուկասյանը, գտնվում Վարդան Ղուկասյանը փաստացի քաղբանտարկյալ է, համալրել է այն մնացած քաղբանտարկյալների շարքը, որոնց հուսով եմ ժամանակ կունենան անդրադառնալու անուն առանուն կասենք, եւ 2025 թվականի մարտի 31-ից սկսվեց հետհաշվարկը, փաստացի ոչ թե Գյումրիի զարգացման, ռազմավարության մշակման, քաղաքի խնդիրների լուծման, այլ փաստ է, որ սկսվեց հետհաշվարկը կալանավորումների շքերթի։